Ողջույն սիրելի եկեղեցի, եկեք տերունական Հայր մեր աղոթքով սկսենք մեր այսօրվա ծառայությունը։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին։ Եվ մի տանի մեզ փորձյան մեջ, այլ ազատիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Սիրելի եկեղեցի, միշտ կանգնած ենք Տիրոջ ներկայության մեջ, կարդանք Աստվածաշնչից մի հատված։ Արակաց 3-րդ գլուխ 27-րդ խոսքը։ Բարությունը մի խնայրի, որին որ կվայել է, երբ որ ձեռքումդ զորություն կա անելու։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Ամեն։ Փառք Տիրոջ ձեզներես։ Ունենք կարիքներ, ունենք Աստվածուն, որ կարող ենք այս կարիքներով դիմել։ Ունենք Հիսուսի անունը, որի մենք վազում ենք ու ապահովենք։ Եվ Եսայիա մարգարեն, երբ որ մարգարենում է Հիսուսի մասին, մի այսպիսի խոսք ասում. ասում նա կոտրած եղեգը չի փշրի եւ արգայծող պատրույգը չի հանգցնի։ Նա ճշմարտությամբ իրավունքը կբերի։ Սիրելիս, միգուցե կոտրված ես, միգուցե կարակ արդեն մարում է ու միակը Հիսուսն է, ում որ դու հուսացած ես, ով որ չի կոտրի, դեն չի գցի, բայց կբարձրացնի, կնորոգի եւ նոր կրակով կվարի։ Եկեք աղոթենք մեր Տիրոջը, բերենք մեր կարիքները իր առաջ։ Փառք քեզ Հիսուս։ Շնորհակալ ենք անչափ Հայր քո անվան համար։ Շնորհակալ ենք Տեր քո կարակի, քո զորության, քո ներկայության համար։ Շնորհակալ ենք Հայր քո Սուրբ Հոգու համար։ Եվ այսօր Տեր մենք քո անուն ենք կանչում ամեն մի կարիքի վրա։ Տեր, ես աղոթում եմ ամեն մի քրոջ եւ եղբոր համար։ Դու գիտես ամեն մեկին Տեր։ Դու գիտես ամեն մեկի կարիքը։ Դու գիտես ամեն մեկի կարիքի լուծման ժամանակը, Հայր։ Տեր, մենք խնդրում ենք, որ դու բերես քո նորոգումը։ Որ դու նորոգես Տեր ամեն մի կոտրվածը։ Մենք խնդրում ենք Հայր մեր ընտանիքների համար։ Մենք խնդրում ենք այն հարաբերությունների համար ընտանեկան կամ մարդկային, որտեղ որ կրակը արդեն մարել է։ Մենք խնդրում ենք Հայր, որ դու քո հոգու կրակը բերես։ Մենք խնդրում ենք Հայր, որ դու քո զորությունը բերես, քո սերը բերես Տեր։ Մենք խնդրում ենք Տեր, որ ամեն մի ֆինանսական կարիքին դու քո առատությամբ պատասխանես։ Մենք խնդրում ենք Տեր, որ դու ամեն մեկին քո զորությունով այցելես։ Մենք խնդրում ենք Հայր, որ ամեն մի անհույսին հույս տաս, որ ամեն մի անապագային ապագա տաս։ Մենք խնդրում ենք Քեզ Տեր իմ ասած, որ ամեն մի կոտրվածին նորոգես Տեր։ Մենք խնդրում ենք Հիսուս, որ ամեն մի կոտրվածին վերցնես եւ տնկես քո վրա Տեր, որ քո արմատներից ամեն մեկը սնուցվի Հայր։ Մենք խնդրում ենք, որ քո զորությունը գա, որ քո ներկայությունը գա Տեր։ Մենք խնդրում ենք Քեզ երկնային Հայր ամեն մի չապաշխարած մարդու համար, ում մասին հեսա գրված է։ Մենք խնդրում ենք, որ բացվի նրանց սրտերը, որ վերցնես ամեն մեկի քարե սիրտը եւ մսե սիրտ տաս Տեր։ Մենք խնդրում ենք, որ գա քո բժշկության զորությունը, քո նորոգումը, քո ապագան եւ հույսը Հիսուս։ Շնորհակալ ենք, որ ունենք հիանալի Տեր, շնորհակալ ենք, որ հայ ենք Տեր, եւ մենք աղոթում ենք Հայաստանի համար Հիսուս։ Մենք խնդրում ենք Քեզ երկնային Հայր, որ մեր հայրենիքի վրա ծագի քո լույսը։ Մենք խնդրում ենք Տեր, որ քո զորությունը գա։ Մենք խնդրում ենք երկնային Հայր, որ ամեն մի մարդու սպասումը լինի Քեզանից Տեր, այլ ոչ թե այս աշխարհի իշխանավորներից։ Մենք խնդրում ենք Քեզ Հիսուս, որ լինես մեր գլխավոր իշխանը։ Մենք խնդրում ենք Քեզ Հիսուս, որ լինես մեր հույսը։ Մենք խնդրում ենք Քեզ երկնային Հայր, որ մեր հայրենիքում քո անունը մեծարվի, քո անունը փառավորվի Տեր ամեն անունից վեր։ Մենք խնդրում ենք Քեզ երկնային Հայր, որ ամեն մի հայի ծունկը ծնկի գա միայն քո առաջ Տեր։ Մենք խնդրում ենք Քեզ փառահեղ Աստված, որ քո ճշմարիտ եկեղեցիները բարձրանան, հաստատվեն, զորանան Տեր, որ չդադարեն գործելուց Տեր, որ չհոգնեն Տեր։ Մենք խնդրում ենք Հայր, որ դու ամեն մի տկարին զորացնես, ամեն մի կարիքավորին քո հույսով, քո լույսով լցնես Տեր։ Մենք խնդրում ենք Քեզ երկնային Հայր, որ դու մեր սահմանները քո ձեռքով գծես, որ քո կրակի պաշտպանություն լինի Տեր մեր երկրի վրա։ Մենք շնորհակալ ենք այն խաղաղության համար, որ հիմա տիրում է մեր երկրում, եւ խնդրում ենք, որ այս խաղաղությունը լինի մնայուն եւ այս խաղաղության մեջ ազգը Քեզ մոտենա Տեր, այլ ոչ թե Քեզանից հեռվանա։ Տեր, մենք շնորհակալ ենք Ռուսաստանի համար։ Շնորհակալ ենք, որ մենք այստեղ ապրում ենք, շնորհակալ ենք, որ այստեղ գործում ենք։ Շնորհակալ ենք Տեր այն ամեն բանի համար, որ դու մեզ այստեղ տվել ես։ Մենք խնդրում ենք Քեզ երկնային Հայր, որ դու քո խաղաղության հոգին իշխեցնես այս երկրի վրա։ Խնդրում ենք, որ քո զորությունը, քո ներկայությունը Տեր գա։ Խնդրում ենք Տերին, որ դու քո որոշումները կայացնես այստեղ Տեր։ Խնդրում ենք Քեզ երկնային Հայր, որ քո եկեղեցին զորանա, որ այս իրավիճակում Տեր իմ Աստված, քո ամեն մի հավատացյալը, ամեն մեկը ում վրա քո անունը կանչված Հիսուս զորանա, որ չտկարանանք Տեր, որ զորանանք Հայր,
որ ամեն մեկս լսվենք քո հոգու առաջնորդությունով եւ քայլենք այն ճանապարհներով, որոնց դու ես կամենում, Տեր։ Մենք խնդրում ենք քեզ, Տեր իմ Աստված, որ ամենի մարդու կյանքի անորոշության մեջ այս երկրի վրա բերես քո հաստատում կամքը, քո որոշումները, Տեր, եւ քո ճանապարհները։ Շնորհակալ ենք քո անվան համար Հիսուս եւ խնդրում ենք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ամեն։ Փառք Աստծուն։ Օրհնված ենք փառաբանությունով, Աստված ձեզ շատ օրհնի։ Միշտ կնստես քո կողքինիդ կանգնածին մի օրհնանքի քաղցր խոսք ասած, ասա ճիշտ տեղում ես, ճիշտ ժամանակին։ Եվ նույնպես մեզ հետևողներին համացանցով օրհնում ենք եղեք օրհնված Փառք Աստծուն ձեր համար։ Միանգամից կասնեմ իմ ուղերձս, այսպես եմ ես վերնագրել, խորհուրդ, որ բոլորս ունենք խորհրդի կարիք, ինչպես մեր ավակ Հովիվ Գորմեխակյանը մի խոսք ունի, որ մի ուղերձ ունի, որ խոսում ասում բոլորն կարող են սխալվել, բոլորն ունեն սխալներ, չեմ եկել այստեղ սխալներուց խոսելու, բայց կարիք հաստատ, եթե չես սխալվում, հաստատ բոլորս ունենք կարիքներ, կարիք ունենք մեր խորհրդի հետ, որտեղ շատ ժամանակ մենք կարող ենք ինչ-որ մեկին խորհուրդ տալ, բայց երբ որ հասնում է մեզ, որ մենք ինքներս պետք է մի գործ անենք, ինչ-որ մի կարևոր բան կա, անպայման ուզում ենք մեկը, որ մեզ խորհուրդ տա։ Շատ հեշտ է մեկին խորհուրդ տալը, բայց երբ որ գալիս է ժամանակ, ինչ-որ հարցեր կան, անպայման կուզես, որ մեկը կանգնած է լինի քո կողքին ու քեզ խորհուրդ տա։ Սա գիտես, այնպես չի, որ ասենք ոչ մի անգամ դա չի եղել քեզ հետ ու չի լինի, բոլորս էլ ունենք խորհրդի կարիք։ Ու իրոք սա նայում ենք բոլոր տեղերում շատ կա, ասենք կլինի ընտանիքի մեջ, որ շատ կարևոր է, երբ որ խնդիրներ կան, դու պետք է նստես խորհրդի ու հարցեր կա, որ ոչ թե ասենք գլխիդ փչել է միանգամից այդ դու որոշել ես ու դու անում ես, չէ, դու եթե ընտանիքի մեջ ես, դա կարևոր է, որ դու խորհուրդ անես քո ընտանիքի անդամների հետ։ Ոչ միայն ընտանիքում եւ նույնպես եկեղեցում, որ ես միշտ ասում եմ, որ եկեղեցին նույնպես ընտանիքա պետք է խորհուրդ լինի եւ շատ դեպքերում, գիտես, ես լինելով Հովիվ, ես հավաքում եմ իմ եկեղեցու անդամներին եւ խորհրդակցում ենք եւ շատ հարցերում ու գիտես նույնպես մեր ավակ Հովիվը, երբ որ մեզ հավաքում է հովվական ծառայությունների մեջ, շատ այսպես հետաքրքիր հարցեր կա, որ ասում է ինչ եք մտածում, ինչ կարելի է այստեղ արած, փոխած, դե իհարկե խոսում եմ նրա մասին, ոչ թե ինչ-որ վարդապետական հարցերում, ինչ-որ եկեղեցու մեջ հարցեր կան, որ մենք ինքներս մասնակցում ենք դրա մեջ, ու դա նորմալ է։ Խորհուրդը շատ կարևոր է, խորհուրդը շատ մեծ պետք է, նույնպես, եթե մենք տեսնում ենք բանը այսպես խորհրդական ոչ թե խորհրդական, ասենք մեր ազգային ժողովի մեջ ինքը շատ հեշտ է, ինքը շատ լավ է խնչում, ասում է խորհրդարան, չէ՞, այստեղ խոսում ենք խորհրդարան։ Այսինքն ինչ տեսնում ենք այդտեղ որ խորհրդարան բառը շատ կոնկրետ է, որ ինչ են անում, հավաքվում են եւ սկսում են խորհրդի կանգնեցնել, ամեն բան սկսում են ծանր ու թեթև անել։ Եվ նույնիսկ ասենք տես, այստեղ երկրի ղեկավարները, ասենք նույնիսկ ասենք տես, այնտեղ կա սովետնիկ պրեզիդենտը, չէ՞։ Եվ նույնպես խորհրդական է։ Եվ սա շատ կարևոր է, որ այդ խորհուրդը լինի։ Շատ ժամանակ մենք ասենք տան մեջ այսպես խոսք ունենք, չէ՞, ասում ենք ժողովրդի բերանով խոսում ենք, ասում ենք կապ չունի քեզ ով է խորհուրդ տալը, կլինի քո տան փոքրը, երեխան, եթե նա խելացի է, թող ինքը խորհուրդ տա քեզ։ Տեսնում ենք, որ ամեն ժամանակ մենք այդ խորհրդի կարիք ունենք։ Կան մարդիկ, որ իրենք աշխարհի մեջ ապրելով ոչ մեկի խորհուրդը իրանց համար կարևոր չի։ Իրանք ապրում են, իրանց ոչ մեկ ոչ մի բան չի կարող ասի, ու գիտես, թվում է թե այդ մարդիկ իրանց սխալների մեջ իրանց ոչ մեկ ոչ մի բան չի ասում, իրանց ոչ մեկ չի սիրում իրանց սխալ ուղղելու համար։ Ու գիտես, այստեղ վերջերս ես միտեղ էի եւ այնտեղ տեսնում եմ մեկը այսպես հագնված է կիսատ պրատ,
թող sense մի կոպիտ հնչի, այս ամեն ինչը ոնց որ շորերի կեսը տունը մոռացած եղներ։ Ու գիտես իր այս դեմքը ինքը այդ օպերացիաներից հետո սա ծամածրվել է, պրոշները մեծացրել ու sense թող չեմ ուզում sense շատ խոսամ, բայց նման է ինքը կապիկի։ Ու գիտես այդ մարդու նման խոսում եմ այդ մարդու ինքսի մեջ sense հարց եմ տալի չկա ինչ-որ մեկը սրտացա, որ այս մարդուն ասի, գիտես ինչ կա, սա նորմալ չի, չափից դուրս է, սա, չգիտեմ, ու այդ մարդու համար դու տեսնում ես, որ մարդիկ կան, որ իր համար ոչ մեկը չկա, որ սրտացավ մեկ իրան հարազատ, բարեկամ, ոչ մեկ չկա իր համար, ու սա խնդիր է։ Ու այստեղ ես տեսնում եմ, որ երկու պատճառ կա մեկը, որ առաջինը, որ իր համար ոչ մեկ չի ցավում, իր համար ոչ մեկ չի սրտացավություն չկա, իրան ոչ մեկ չի սիրում, չի հարգում, եւ երկրորդը կա խնդիր, որ ինքը չի ուզում ոչ մեկի կարիքը լսի։ Չէ, այդ դեպքում, եթե դու իշքան է սիրտը ցավում է, քո մոդիկն է, քո բարեկամն է, չգիտես ինչա, հարազատ է, որ քեզ համար նույնիսկ ասեք կարա ամոթ եղնի, որ ինքը իր կողքդ կանգնի, որ դու ասես ինքը իմ բարեկամն է։ Նման դեպքերում ես հասկանում եմ, որ նրանք փակում են իրենց ակաժները, չեն ուզում ոչ մի խորհուրդ լսելու։ Կամ ասենք, ասես մի հատ բան կա, չէ՞, ասենք խոսք ասում են ինձով է բանի տեղ դնողը, ես ոնց կարամ գնամ իրան մի բան ասեմ։ Մի քիչ sense խորը որ գնանք, ինձով է շամտեղ դնողը, չէ՞, sense մատ խոսք կա։ Ինչքան ուզում ես գնա իրան ասա, ինքը ոչ մի բանի տեղ ինձ չի դնում։ Ու մենք հասկանում ենք, որ այստեղ խնդիր կա, որ մարդիկ չեն ուզում ոչ մի ձև, իրանց խորհուրդը ընդհանրապես իրանց պետք չի։ Մենք ինչպես Աստվածաշնչի մեջ մի կարդում ենք, լսում ենք մի դատավորի մասին, որ գրված է, ասում նա ոչ մեկից չեր ամաչում, չէ՞, ոչ մեկից չեր վախենում։ Ու այսօր գիտես, սա կարևոր է, որ մենք ունենանք այդ խորհրդի կարիքը եւ որտեվ սա շատ կարևոր է։ Շատ կարևոր է քեզ ով է խորհուրդ տվողը, որտեվ մեզ կան մարդիկ, որ մեզ իրոք սրտացավ են, կարա լինի քո կողակիցը, կարա լինի քո ընտանիքի անդամը, կարա լինի քո հարազատներից մեկը, կարա լինի նորից եմ խոսում եկեղեցուց։ Սա շատ կարևոր է, որ մենք ինքներս ուշադրություն դարձնենք, որ մեզ սիրելով, հարգելով, մեզ համար սրտացավությունով մեզ խորհուրդ են տալիս։ Սա շատ կարևոր է։ Գիտես, խորհրդից ես խոսում եմ, ես զուգահեռ երկու խորհրդից եմ խոսելու, հոգևոր խորհուրդը եւ խոսում եմ մեզ հարազատների, բարեկամների մասին, որ մեզ խորհուրդ են տալիս։ Մենք զուգահեռ երկուսն էլ կտեսնենք։ Շատ ժամանակ մեր կյանքերում կան այս կարևոր որոշումներ, որ դու իրոք քո կյանքիդ մեջ այդ որոշումը կայացնելով դու կարող ես քո ամբողջ կյանքդ դժոխք բառը չգիտեմ ճիշտ է այդտեղ թե չէ, դժոխքի վերածես եւ կարող է քո համար լավ լինի։ Բայց այդ կարևոր որոշումների համար ել եմ խոսում, սա շատ կարևոր է, որ դու նստես, ծանր ու թեթև անես, ինչպես մենք խոսում ենք 7 անգամ չափես, 1 անգամ կտրես, սա շատ կարևոր է։ Եվ ոչ թե սառը դատենք, չէ, ասես խոսք կա։ Սառը, հակառակը, սառը պետք է դատենք, ոչ թե տակ-տակ ինչ-որ մի բան խելքներից փչեց ամեն ինչը անենք։ Ես հիշում եմ տարիներ առաջ իմ բարեկամներից մեկը ինքը ծնողներին չլսելով ամուսնացավ մեկի հետ, որ ասում են իր հետ առողջական մեծ խնդիր կա, 15 օր հետո ինքը մահացավ այդ տղան, հարսանիքից հետո։ Անցել է ժամանակ, տարիներ եւ ինքը ոչ մեկին չուզում լսի, ինչպես չէր լսել, սխալի մեջ գտնվելով։ Եվ իր մայրը ասում է խոսես իր հետ, որ մտքով էլ չի ասում, որ ինքը կարող է ամուսնանա, այդպես որոշում չկա իր հետ։ Եվ ես իր հետ խոսեցի, ասում եմ դու կուզես, որ քո եղբայրները ամուսնանան եւ քո տան մեջ դու լինես ծառա։ Դե ասում եմ չէ, չեմ ուզում, պարզ է։ Կուզես, որ դու ամուսնանաս եւ ունենաս 4 հատ տղա երեխա։ Ասում եմ կուզեմ։
Գիտես այդ բառերը ես որ խոսեցի, ես չմտածեցի այդ բառերը, որ ես խոսեցի, ուղղակի իմ ներսիցս այդ բառերը դուրս եկան։ Ասում եմ, դե մեզ ի՞նչն է խանգարում, որ մենք աղոթք վերցնենք, ծնկենք եւ աղոթք անենք։ Աղոթք ենք անում եւ 2 շաբաթ հետո այդ աղջկան գալիս են մատին մատանի են դնում, ամուսնանում է, 4 տղա է ունենում։ Գիտես, այդ խոսքը որ կա, այդ խորհուրդը շատ ժամանակ կա մարդու խորհուրդ, կա շատ ժամանակ Աստծո խորհուրդը, որ մեր ականջը պետք է լսի։ Փառք Աստծուն։ Այնպես որ մենք պետք է սառը չդատենք, միշտ հաշվի պետք է նստենք Աստծո հետ եւ Սուրբ Հոգին խոսում է մեզ հետ։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Ինչ որ մեր բերանից դուրս է գալիս, մենք այդ շատ ժամանակ Աստված մեզ թույլ չի տալի, ինչ որ խոսենք, Հակոբոսը սրա մեջ խոսում է, Հակոբոսի 3-ի 2-ը խոսում, ասում է շատ հետաքրքիր ձևի, ասում է ով է կատարյալ մարդը, որովհետև շատ բաներում մեղանչում ենք, մարդիկ կան ասում են, չէ, ոչ մի բանի մեջ չենք մեղանչում, ոչ էլ կարիք ունենք խորհրդի։ Թեկուզ եւ եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է։ Գիտես, Աստվածաշունչը շատ կոնկրետ խոսում, ասում է, այն մարդով կարող է իր լեզուն սանձել եւ հետեւյալ տողերում խոսում է, կարող է իր բերանը մարմինը սանձահարել, նա կատարյալ մարդ է։ Ոչ թե այն մարդիկ, ովքեր որ իրանց բերանին ինչ որ մտքին է այնտեղ լեզվի վրա, չէ՞, այդպես մարդիկ կան։ Խոսում պրսում, հետո սկսում է մտածել։ Հաշվի չի նստում իր ներսում Սուրբ Հոգու հետ, թե ինչ պետք է խոսի։ Աստվածաշունչը շատ հստակ խոսում է սրա մասին, որ Սուրբ Հոգին ձեզ կգա կսովորեցնի, կմխիթարի, չէ՞։ Փառք Աստծուն։ Փառք մեր Տիրոջը։ Ես ինքս իմ տղաների հետ խոսելով մի բան եմ հասկացել, երբ որ նրանք երեխա են եւ այդ երեխայությունը թողնելու ժամանակն է, շատ հարցերում, երբ որ գալիս են ասում են, պապեսի ոնց կլինի, պապեսի ոնց անենք, ես խոսում եմ եւ ասում եմ, գիտեք, դուք արդեն մեծ եք, ինչպես Աստվածաշունչը խոսում է, ասում է, որ մտիր քո սենյակը, ասում եմ, գնա քո Աստծո հետ աղոթք կարա, խորհուրդ տրա, տես Աստված ինչ է քո սրտում դնում, դու քո Աստված գնա։ Ու սա շատ կարեւոր է, որ իրանց մենք սովորեցնենք, որ իրանք հաշվի նստեն Աստծո հետ։ Սա մի քիչ կոպիտ է, բայց Աստվածաշունչը շատ հստակ խոսում է սրա մասին, որ մտիր քո սենյակը։ Շատ ժամանակ այսպես մի խոսք կա, որ մենք շատ լսում ենք, ասում են հովիվների համար շատ դժվար է, երբեմն մարդիկ կան, որ պետք է ինչ-որ մի հարցի շուրջ որոշում կայացնեն, թե որն է լավը, թե վատը, եթե տարբերակները երկուսն են, հեշտ է, լավն ու վատը միանգամից հասկանում ես։ Բայց երբեմն լինում են 7 լավ տարբերակներ, վատը չկա, բայց այդ լավերի միջի լավը պետք է դու հասկանաս եւ առանձնացնես։ Չէ, այդպես չի, երբեմն գնում ես ինչ-որ միտեղ, բոլորն են լավն են, բայց լավերի հետ լավ տարբերակների մեջ դժվար է քեզ։ Մանավանդ, երբ որ դու պետք է մարդկանց հետ ես աշխատում, ու այդտեղ գիտես անպայման պետք է Աստծո ձայնը լսելը։ Աստվածաշունչը խոսում, ասում է, իմիններս կլսեն իմ ձայնս։ Իմիններս կլսեն իմ ձայնս։ Գիտես, ժամանակ կար, որ ես Աստվածաշնչյան դպրոցում, երբ որ մենք սովորում էինք, եւ այնտեղ եկավ մի ժամանակ, որ այնտեղ խոսում ենք սրա մասին, որ խոսքն ասում է, որ իմիներս կլսեն իմ ձայնս, եւ այնտեղ մեկը խոսում ասում է, գիտեք, ես ոչ մի անգամ չեմ լսա Աստծո ձայնը։ Ինչ ձայն, այդ որ ձայնի հետ եք խոսում։ Գիտեք, այստեղ շատ հստակ խոսում է, ասում է, իմիներս կլսեն իմ ձայնս։ Այսօր եթե դու չես լսում Աստծո ձայնը, դա արդեն խնդիր է քո հետ։ Բայց ասեմ քեզ, եթե դու հստակ չես լսում Աստծո ձայնը, գոնե դու գիտես, քո սրտի մեջ հստակ գիտես, դա Տիրոջ կամքն է թե չէ։ Համաձայն եք իմ հետ։ Ինչ որ հարցերում, երբ որ մենք հասնում ենք, ինչ որ հարցեր պետք է լուծենք, մենք նստում ենք, չենք նստում Աստծո հետ հաշվի, այլ անում ենք ինչ որ մեզ պետք է։ Բայց մեր սրտերի մեջ, եթե հստակ չենք լսում, մենք գիտենք դա Տիրոջ կամքն է թե Տիրոջ հակառակ է։
Սա շատ կարևոր է, որ մենք լսենք Տիրոջ ձայնը։ Որտեվ խոսքն ասում է լսելով կլսեն եւ չեն լսի, տեսնելով կտեսնեն եւ չեն տեսնի։ Սա շատ կարևոր է։ Շատ ժամանակ մենք Աստվածաշունչը կարդալով շատ բաներ կա, որ մենք sense անգիր գիտենք, շատ հստակ խոսքեր կան։ Երբ որ գալիս է Սուրբ Ծնունդը, մենք նշում ենք այդ ժամանակ մի այսպես լավ Աստվածաշնչից մի հայտնի տեղ կա, որ բոլորս գիտենք։ Եսայի 9-րդ գլուխ 6-ից 7-ը։ Շատ sense հստակ ամեն տարի կարդում ենք, շատ լավ է մեզ համար, մենք լսում ենք սա։ 6-րդ խոսքն ասում է, որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց եւ իշխանություն կլինի նրա ուսերի վրա եւ նրա անունը կոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենության հայր, խաղաղության իշխան, իշխանության։ Այսպես մենք կարդում ենք։ Ծանոթ բան եմ ասում, որ ամեն տարի Սուրբ Ծնունդին մենք լսում ենք այս խոսքերը։ Գիտես, սա եթե այս խոսքերը քեզ չեն արթնացնում ու դու ամեն անգամ կարդում ես կարդալու համար, սա նորմալ չէ։ Սա լավ չէ, այսպես ասեմ։ Այստեղ խոսքն ասում է, որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց։ Գանք նրանից, որ խոսում ասում է, մարդիկ ասում է, խավարի մեջ նստած են եւ լույս ծագեց։ Չէ, սա շատ կարևոր բան է։ Մենք առանց Քրիստոսի մենք խավարի մեջ ենք։ Մեր կյանքերի մեջ լույսը ծագել։ Քրիստոսը եկել է մեր կյանքերի մեջ։ Փառք Աստծուն։ Ասում է, որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց։ Չի գրված հարևանի տունը մի մանուկ ծնվեց, մեզ համար մի մանուկ ծնվեց։ Մեզ մի որդի տրվեցավ, չէ, որ մի որդի է մեզ տան մեջ ծնվում, դա ամենամեծ ուրախությունն է, հայրեր, գիտեք, այդպես է ճիշտ եմ ասում, ամենամեծ ուրախությունն է։ Եվ իշխանություն կլինի նրա ուսերի վրա։ Ուղղակի ոչ թե մի մանուկ է ծնվել, իշխանություն կլինի նրա ուսերի վրա։ Ոչ թե ծնվել է, չգիտեմ, որտեղ նորից խոսում եմ, այլ ծնվել է մեր տան մեջ, մեր մեջ, մեզ համար եւ ասում է իշխանություն կլինի նրա ուսերի վրա։ Եվ նրա անունը կկոչվի սքանչելի։ Փառք Աստծուն, մեր Աստված սքանչելի է։ Փառք մեր Տիրոջը, խորհրդական, հզոր Աստված, մեր Աստված հզոր է։ Փառք մեր Աստծուն, հավիտենության հայր։ Ուղղակի ոչ թե որ մի կարճ ժամանակ մեջ հավիտենության հայր, խաղաղության իշխան, որ մենք ինքներս կարոտ ենք այդ խաղաղությանը, որ վազում ենք խաղաղություն չկա, ամենտեղ այդ խառնաշփոթն է, այդ խաղաղությունը, որ այս տարի մեզ համար հռչակվել է խաղաղության տարի, եւ ինքն է, որ խաղաղության իշխան է, եւ ասում է իր իշխանությունը շատացնելու է եւ խաղաղության վերջ չկա, Դավթի աթոռի վրա նրա թագավորության վրա եւ նրա հաստատելու է, պնդացնելու նրա իրավունքը եւ արդարությունը, երբ է լինելու այդ ամեն ինչը։ Մենք գիտես շատ անգամ այսպես լավ բաներ լսելով մենք սպասում ենք, բայց Աստվածաշունչը ասում է այսօր է օրը, երբ է օրը, հիմիկվանից, այսօրվանից մինչև հավիտյան։ Գիտես որ դեպքում, երբ որ այդ ծնված որդին, Աստված, հզոր Աստվածը, սքանչելին, խորհրդականը, երբ որ դառնա քու խորհրդականը։ Մենք այստեղ կարդում ենք եւ այդ հետեւյալ խոսքը ասում է, նրա անունը կոչքի սքանչելի եւ խորհրդական։ Բարձրալ Աստված մեր ներսում բնակվելով խոսում ասում է եւ դուք եք կենթանի Տիրոջ տաճարը։ Ես կգնամ եւ ձեզ կուղարկեմ, որ ձեզ գա մխիթարի եւ ձեզ հետ բնակվի։ Այսօրվանից, եթե մենք ընդունում ենք Քրիստոսին, Սուրբ Հոգուն, որ գա եւ բնակվի եւ լինի իմ ներսում, խորհրդական իմ համար շատ հեշտ է լինելու։ Գիտես, այսօր ելի եմ խոսում սրա մասին, մենք ունենք խորհրդի կարիք։ Եթե մենք լսենք Աստծո ձայնը եւ այդ խորհուրդը վերցնենք, Սուրբ Հոգին, որ խոսում է մեր ներս, խաղաղության իշխանը հենց ինք այդ խորհրդականը հզոր Աստված կբնակվի մեր ներսը եւ հիմիկվանից, ինչպես Աստվածաշնչի խոսքի մեջ կա, հիմիկվանից եւ մինչեւ երբ հավիտյան կբնակվի եւ կլինի մեզ հետ։ Եթե ոչ, եթե դու խորհրդի հետ չես նստում Աստծո հետ, նա քեզ համար չի ծնվել, նա քոնը չի,
նա ծնվել է մեկ ուրիշի համար։ Բայց եթե կանգնում ենք մենք խորհրդի եք նստում Աստծո հետ, դա շատ մեծ զորավոր գործը մեր կյանքերի մեջ արդեն Քրիստոսը դառնում է մերը։ Իմիներս լսում են իմ ձայնս։ Եվ այստեղ խոսում ասում զորաս Տիրոջ նախանձը պիտի այն անե այս։ Եվ գիտես այդ ուղղակի ոչ թե ձեռի հետ Աստված մի բան պետք է անի, խոսքն ասում է Տիրոջ նախանձը պիտի անե այս։ Աստված նախանձով եւ փափագով սպասում է նրա մասին, նրա այդ ժամանակի համար, երբ որ դու պետք է իրեն անես քո համար խորհրդական։ Աստված ուզում է որ դու խորհրդի հետ նստես իր հետ։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Գիտես ժամանակները շատ էսպես անհասկանալի ձևով խառնված է, մենք գիտենք որ մեր աշխարհը առաջվա երկրի նման չի, առաջվա աշխարհի նման չի, շատ բաներ խառնված է, մեզ պետք չի այդ ամեն ինչի մասին ձեզ այսպես ստույգ խոսեմ, վերջերս այս քանի տարվա մեջ մենք ունեցանք այդ կորոնավիրուսը եւ սրանից հետո ունենք ինչ որ ունենք, այս կռիվները, անհասկանալի վիճակները, ու գիտես մենք այս ամեն ինչը տեսնելով մեզ պետք է որ Աստծուց կա մի հստակ խոսք։ Շատ մարդիկ գիտես այդ խոսքը չունենալով ամենտեղ փնտրում են խաղաղություն։ Էլի գալիս եմ սրա մասին, որ մեր ավակ հովիվը խոսել է այս տարի մեզ համար հռչակել է խաղաղվելու տարի։ Մեզ շատ կարևոր է որ մենք ինքներս խաղաղվենք։ Մեզ պետք է խաղաղվել եւ աճ ու ձախ նայենք, ինչպես Աստվածաշնչի խոսքը խոսում է, եւ մենք գիտենք որ անցած տարվա մեջ մենք հռչակեցինք բաց աչքերի տարի։ Ու գիտես այս ամեն տարի մեր հովիվը երբ որ մի խոսք է հռչակում, դա չեղավ, եկավ եւ գնաց։ Ամեն անգամ որ այդ խոսքը հռչակվում է իմ կյանքիս մեջ, դա մի հատ մեծ դաս է, ես նայում եմ, թեպետ նա անցած տարվա մեջ էր, մենք պետք է միշտ մեր աչքերը բաց լինի եւ տեսնենք ամեն բան, ինչ որ կատարվում է մեր շուրջ բոլորը։ Սա շատ կարեւոր է։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Եվ այստեղ մեզ պետք է որ մենք բռնվենք ինչ որ մեկի ոչ թե այսպես խորհրդից, այլ մենք տեսնենք թե Աստված մեզ ինչ է ասում։ Մի հատ այսպես խոսք կա, մի գիտնական խոսացել է, ասում է տվեք ինձ հենվան կետ եւ այս աշխարհը շուրջ կտամ։ Ապորա ռուսերեն։ Այդտեղ խնդրեմ որ մի նկար կա այստեղ ցուցադրեք։ Տեսեք այս նկարի մեջ ինքը ցույց է տալիս որ սա գիտնական մաթեմատիկոս, մեխանիկ, ինքը այդ Արխիմեդն է, գիտնական դուք շատերը գիտեք, տղամարդիկ, որ ինքը այդ ամբողջ այդ գիդրավլիկի համակարգն է ինքը ստեղծել, ասում է տվեք ինձ մի հատ ապորա, ես այդ ամբողջ աշխարհը կարողանամ բարձրացնել։ Սա գիտես մի հետաքրքիր միտք տվեց ինձ հոգևոր, սա այդ հենվման կետն է, այդ ապորան որ կա, չէ, այդ ապորան հենման կետն է, որ շատ մարդիկ չունեն այդ հենման կետը։ Մենք այսօր ունենք այդ ապորան, դա Աստծո խոսքն է։ Եթե գալիս է այդ Աստծո խոսքը քո կյանքի մեջ, դու հենվում ես Աստծո խոսքին եւ քեզ համար շատ հեշտ է լինելու բաներ կա բարձրացնել ծանր, որ մեր խելքից դուրս է։ Սա շատ կարեւոր է, որ մենք հասկանանք եւ տեսնենք այս ամեն ինչը, որ Աստված մեզ համար ունի խոսք։ Ամեն մեկին ինչ որ խելքի փչի մի բան կասի կլսենք, բայց գիտես, երբ որ Աստված քո ներսում ասում է, սա շատ կարևոր է, որ մենք հենվենք Աստծո խոսքին։ Փառք մեր Տիրոջը։ Ել եմ խոսում սրա մասին, որ մենք պետք է տեսնելով տեսնենք եւ լսելով լսենք։ Սա շատ կարևոր է։ Գիտես, Աստվածաշնչի մեջ մի հետաքրքիր տեղ կա խոսում, ասում է, որ Մատթեոս 13:11-ում Այստեղ խոսում է, ասում է, բայց երբ որ ձեզ կտանեն, որ մատեն, առաջուց հոգ չանեք, թե ինչ պետք է խոսեք եւ ոչ էլ մտածեք։ Հետաքրքիր բան է խոսում Աստվածաշունչը։
Այստեղ մեզանից ոչ մեկին չեն տարի ատյանները քննելու կամ ինչ-որ բաներ խոսալու։ Ոչ մեկիս հետ չի եղել ամեն ինչը։ Բայց ասեմ քեզ, որ մեր կյանքի մեջ շատ դեպքերում, գիտես, երբ որ շատ հարցեր են քննարկում, մի քանի հոգով շուռ են գալիս դեպի քեզ եւ ուզում են հարցնել քո կարծիքը։ Եվ այդտեղ դու կանգնած ես ատյանի առաջ։ Աստվածաշունչը խոսում է շատ հստակ ձևով, ասում է առաջուց հոգս չանես, թե ինչ պետքա խոսես եւ ոչ էլ մտածես։ Ինչի համար, այլ ինչ որ այն ժամանակ կտրվի քեզ, այն խոսես, որովհետեւ դու չես խոսացողը, այլ Սուրբ Հոգին։ Ես սա խոսում եմ, դա այնպես մի բան չի, որ ձեզ պարզ չի, դուք լավ գիտեք այս ամեն ինչը, որ շատ ժամանակ Աստված Սուրբ Հոգին ուզում է քո բերանով շուրթերով բաներ խոսա, շատ ժամանակ մենք թույլ ենք տալիս, շատ ժամանակ չենք լսում, շատ ժամանակ մեզ հարմար չի, բայց ժամանակն է եկել, որ մենք ինքներս խոսենք։ Եվ նույնպես սրա մասին խոսում եմ շատ ժամանակ հեգնանքով կնայեն քեզ եւ կասեն դու ինչ կասես։ Գիտենալով որ դու հոգևոր ես, գիտենալով որ դու հավատացյալ ես, եւ ժամանակն է որ դու խոսես։ Եվ այստեղ նորից խոսում եմ սրա մասին, խոստում ասում եմ եւ ոչ էլ մտածեք, որովհետեւ Սուրբ Հոգին ունի քեզ տալու, որ դու խոսես տվյալ ժամանակ եւ դու ինքդ պատասխանես։ Եթե դու սրա մեջ ես, դա արդեն խնդիր է։ Եթե դու չես լսում Սուրբ Հոգու ձայնը, որ քո ներսից խոսում է, կա լռելու ժամանակ, երբ որ Տերը թույլ չի տալի, կա խոսելու ժամանակ։ Փառք Աստծուն։ Մեզանից մի հոգի ձեռք բարձրացրեց, փառք Աստծուն, համաձայն այն հետ։ Թե չկնագմանվենք, այդ այսպես կան, չէ՞, այսպես գրքեր կար առաջ գրած, հիմա չգիտեմ ոչ մեկ գիրք չի կարդում, մի հատ էպոս կար, ամբողջները խելագարված, ամեն ինչ որ անում է հետևից գնում ենք, ոնց մարդիկ շարժում են այդ ձևի ու այդպես մի հատ էլի կար, թեպետ ֆիլմ կար, ինքը կոչվում էր Անգլուխ ձիավորը։ Ոչ, մենք ունենք գլուխ, մեր ինչպես Աստվածաշունչը խոսում, ասված տղամարդու գլուխը Քրիստոսն է։ Սա մի քիչ խորը բան է ու մարդիկ որ չեն կարդում Աստվածաշունչ չեն հասկանում, բայց մենք հոգևորներս գիտենք, որ եկեղեցու գլուխը Քրիստոսն է։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Տեսնելով պետքա տեսնենք եւ լսելով պետքա տեսնենք։ Շատ մարդիկ գիտես տարիքով իրանց հարցում ես ոնց ես, ասում եմ դե լավ եմ, գիտես 90 տարեկան եմ, աշկերտս լավ տեսնում է, լավ լսում եմ, իրոք դա շատ լավ է որ տեսնում ես, լսում ես, դա շատ կարեւոր բան է։ Եվ նույնպես մեր կյանքի մեջ, եթե կան հոգևոր տեսողություն եւ լսում ես, սա հրաշալի է։ Ես այսպես երկու բառով այսպես իմ համար մի աֆորիզմ եմ այսպես դրել, տեսնել, հոգևոր տեսնել, ոչ թե մենակ ֆիզիկապես, հոգևոր տեսնել, գումարած լսել, արդյունքում կունենանք պաշտպանված, օրհնված ընթացք։ Տարիներ, չեմ ասում կյանք։ Գիտես ինչի համար չեմ ասում կյանք, որտեվ ել եմ խոսում մեր, գիտես դա օր չկա, որ ես քարոս խոսեմ եւ մեր սիրելի ավակոր Հովիվ Գորմեխակյանի խոսքերի մեջ չբերեմ, ասում է կյանքը ստեղ չի, կյանքը երկնքում է։ Եթե ուզում ես կյանք, կյանքը Քրիստոսի մեջ է։ Եկեք չմոռանանք, որ մենք երկնային արքայության քաղաքացիներ ենք։ Կյանքը Քրիստոսում է։ Բայց եթե ուզում ես դու կոմֆորտ ունենաս աշխարհի վրա, մեզ պետք է հոգևոր տեսողություն, լսողություն, ելի խոսում եմ սրա մասին, արդյունքում մենք ունենանք պաշտպանված եւ օրհնված, մեր ուզածը սա է, որ երկրի վրա լինենք օրհնված եւ պաշտպանված։ Սրա համար մեզ պետք է տեսողություն եւ լսողություն, փառք մեր Աստծուն։ Աստվածաշնչի մեջ մի հետաքրքիր տեղ կա Մատթեոս 6-րդ խոսքից մինչև 7-րդ խոսքը։ Բոլորիս հայտնի մենք գիտենք այս տեղը, խոսքն ասում է, բայց դու երբ որ աղոթք կանես, մտիր քո սենյակը եւ դուռը փակիր, ծածկած աղոթք արա դեպի քո հայրը,
Ծածուկումը քո այրը, որ ծածուկումը տեղը տեսնում է եւ հայտնապես կհատուցի քեզ։ Նորից եմ կարդում այս տեղը, ասում է. մտիր քո սենյակը եւ դուռը փակած աղոթք արա։ Հարց. մեզանից ով է աղոթք անելուց դուռը փակե եւ աղոթք արե։ Իրոք գնացել եք ձեր տան դուռը փակե եւ աղոթք կարե։ Ով է, նորից խնդրեմ, ես օրինակ չեմ փակե մեր դուռը աղոթք անելուց։ Ես չգիտեմ, ասենք իմաստ չեմ գտնում, գնամ դուռը տենամ փակած է, չէ, գամ աղոթք անեմ։ Ու գիտես ինչն է այստեղ հետաքրքիր։ Շատ ժամանակ մենք աղոթք արելով մեր մտքի դուռը լայն բաց ենք անում։ Աղոթքի հետ 1000 հարցեր ունենք։ Աղոթքի հետ դռները բացած մտքի դռները ունտեղ 1000 հարցեր կա։ Դու համ աղոթքի մեջ ես, համ խնդիրների հետ ես։ Եվ խոսքի մեջ ասում է 7-րդ խոսքը աղոթք անելիս շատախոս մի լինեք, ինչպես որ հեթանոսներն, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսալուց համար, ասում են շատախոսության համար կլսվի։ Գիտես շատ հետաքրքիր է, շատ ժամանակ, երբ որ երեխաներ կան, որ գալիս ես իրան բան ասելու քո երեխայիդ, ինքը սկսում է քեզանից շատ խոսալ է։ Էսա պետք, ենա պետք, էս ինչա պետք, այս ինչ ձև եմ ուզում, էս ինչ գույնն եմ ուզում, այսենց եմ ուզում, այս ժամանակ եմ ուզում, գիտես։ Աստվածաշունչը խոսում է, ասում է, որ շատ շատախոս չեղեք, որտեղ Աստված ասում է քեզ կհատուցի։ Ու գիտես իմ կյանքիս մեջ, եթե իմ մոտ ստացվում է հոգևոր դուռը փակել եւ Աստծո հետ իրոք խորհրդակցեմ, իմ համար շատ մեծ դռներ են բացվում։ Որտեվ շատ ժամանակ մենք ինքներս աղոթքի մեջ մեր դուռը բացած էլի խոսում եմ սրա մասին, մենք չենք փակում այդ դուռը։ Հոգևոր դուռը շատ ամուր փակի, որ Աստծո ձայնը լսես եւ շատախոս չլինեք, որտեվ Աստված ինքն էլ է ուզում խոսա։ Ես երբեմն լռության մեջ կա լռության աղոթք, երբ որ մենք պետք է փնտրենք Տիրոջ ձայնը։ Հարց ես տվել։ Աստված նույնպես ուզում է քո հարցին պատասխան տա։ Աստված խոսում է մեր սրտերի հետ։ Աստված ուզում է, որ քեզ խորհուրդ տա։ Խոսքս կուզեմ ավարտեմ մի կարևոր խոսքով, որ կուզեմ, որ սա քո ամբողջ կյանքում սա ունենաս քեզ հետ։ Եթե քո ձեռքում կա թուղթ ու գրիչ, ավելի լավ է, որ դու սա գրես։ Մեծ խորհրդական Աստվածը Սուրբ Հոգին մեր Աստվածն է։ Մեծ խորհրդականը Սուրբ Հոգին մեր Տեր ու Փրկիչ Աստվածն է։ Եթե չունենք մեր խորհրդականը, եթե մենք խորհրդի հետ չենք նստում Աստծո հետ, մեզ համար շատ դժվար է լինելու։ Փառք մեր Աստծո։ Եկեք կանգնենք ոտքի եւ աղոթք վերցնենք։ Տեր, շնորհակալ եմ քեզնից։ Գալիս եմ քո առաջ, Տեր։ Դու ես մեծը, մեր Աստվածը, սքանչելին, Տեր։ Դու խորհրդական ես, Տեր։ Ներիր մեզ, Տեր, որ չենք լսեք քո ձայնը, Տեր, որ չենք կանգնել քեզ հետ խորհրդի, Տեր իմ Աստված։ Գոհանում ենք քեզնից։ Դու ես մեր Տերը, մեր Աստվածը։ Դու զորավոր Աստված ես, Տեր։ Դու Տերերի Տերն ես, Տեր։ Դու սքանչելի ես։ Փառք ենք քեզ տալիս, Տեր։ Արի մեր կյանքերի մեջ, Տեր։ Սովորեցրու, որ մենք մտնելով քո սրահը փակենք մեր հոգևոր դռները, փակենք մեր հոգևոր ակաժները, Տեր, որ միայն լսենք քո ձայնը, Տեր։ Սովորենք, Տեր, որտեղ քո խոսքին մեջ գրված է իմիներս կլսեն իմ ձայնս։ Մենք ուզում ենք, որ քոնը լինենք, Տեր, որ լինես մեր Աստվածը, Տեր, մեր խորհրդականը, Տեր, որ մեր հոգին չխառնվի, Տեր, որտեղ գալու են այդ ամեն բաները, ինչ որ գրված է, Տեր։ Եվ ինչպես քո խոսքիդ մեջ գրված է, որ թող ձեր հոգին չխռովի, որտեղ այդ ամեն բանը գալու է, Տեր։ Դու ես մեր Տերը, մեր Աստվածը, խոսա մեր սրտերի հետ եւ ողջ փառքը տալիս ենք քեզ, փառք քեզ, ամեն։
Փառք Աստծուն, մի կարևոր հարց կա, կուզեմ իմանամ, կան մարդիկ, որ այսօր մեզ մեջ են առաջի անգամ մեր եկեղեցում, եթե կան, ձեռք բարձրացրեք, տեսնենք ձեզ, ողջունենք։ Այստեղից ինչի երում ձեր ձեռքերը, բայց մի կարևոր գործ կա, աղոթք կա, ինչի համար եմ ասում գործ, որովհետև շատ ժամանակ հավատքը քիչ է, առանց գործերի դա սակավա։ Եթե քո կյանքիդ մեջ Քրիստոսին Տեր ու Փրկիչ չես կանչել, խնդրեմ որ գարս մի կարճ աղոթք կա իրար հետ ներքևում անենք։ Փառք Աստծուն ձեր համար։ Բոլորս էլ եկել ենք, այս կարճ աղոթքն արել ենք, որը կոչվում է հաշտություն Քրիստոսի հետ։ Փառք Աստծուն բոլորիդ համար, Աստված ձեզ շատ օրհնի, Աստված ձեզ օրհնի, փառք Աստծուն ձեր համար, Տերը ձեզ շատ օրհնի։ Ինչպես մեր սիրելի հովիվն է, չէ՞, սիրում ամենքին հատուկ ձևի ողջունի, Տերը քեզ շատ օրհնի։ Աստված ձեզ շատ օրհնի։ Սա մի կարճ աղոթք է, խնդրեմ որ փակեք ձեր աչքերը, բայց հոգով իմ հետ կրկնեք այս խոսքերը։ Սիրելի եկեղեցի, խնդրեմ որ մեզ օգնեք։ Հայր Աստված, գալիս եմ քո առաջ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, սիրելի Հիսուս, ներիր ինձ, մաքրիր ինձ և մկրտի Սուրբ Հոգով։ Ես հավատում եմ, որ դու եկար աշխարհ, խաչվեցիր, մահացար և երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես հռչակում եմ երկրի և երկնքի առաջ, դու ես իմ Տերս և իմ Աստվածս, եկ թագավորիր իմ կյանքում, հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, ամեն, փառք Աստծուն, փառք մեր Աստծուն, և մի կարևոր աղոթք էլ կա, որ կուզենք, որ մեր ձեռքերը պարզենք և ձեր կյանքերի մեջ հռչակենք լավ և բարի խոսքեր և Տիրոջ պաշտպանողությունը։ Սիրելի եկեղեցի, խնդրեմ, որ պարզես ձեռքդ և հռչակես։ Տեր, շնորհակալ ենք քեզնից, քո փառքիդ համար, թող քո մեծ զորավոր գործերդ գան, Տեր, քո բոլորը զանազանենք քո մեծ զորությունը, Տեր, թող ճաշակենք քեզ, Տեր, և կխնդրենք, որ քո մեծ պաշտպանողությունը և զորությունը, Տեր, իրենց կյանքերի մեջ կա օրհնություն և քանդված եղնի ամեն թուղթ ու գիր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն մի հռչակում սխալ չարի բերած քանդում ենք Հիսուս Քրիստոսի անունով, փառք քեզ, ամեն, փառք Աստծուն։ Ունենք մենք նոր կտակարան, ես ինչպես միշտ խոսում եմ, ասում եմ, սա կտակն է, որ ժառանգենք երկնքի արքայությունը, ընթերցեք անպայման նոր կտակարանը Աստվածաշնչի մասնա 5 կտակարան և նոր կտակարան, անպայման ընթերցեք, սա նվերա կարող եք հետևել բարձրանակ վերև, մենք ձեզ հետ անպայման ժամանակ կունենանք, ձեր հարցերին կպատասխանենք, եղեք օրհնված։ Սիրելի եկեղեցի, խնդրեմ պարզես ձեռքերդ վերցնես օրհնությունը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը և Սուրբ Հոգու խաղաղությունը լինի ձեզ հետ։ Գնացեք խաղաղությամբ։